1915 թվականի ապրիլի 24-ին սպանվեցին ոչ միայն մարդիկ, այլ մի ողջ ժողովրդի մտածողություն։ Ողջույն, դուք դիտում եք «Ինձնից դեպի քեզ» փոդքասթի հերթական թողարկումը։ Այսօր ապրիլի 24-ն է, օր, որը մենք հիշում ենք որպես ողբերգություն, բայց ես ուզում եմ այս թողարկումը սկսել մեկ այլ հարցով. ինչ է տեղի ունենում, երբ մի ժողովրդի մտավոր շերտը ոչնչանում է։ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում սկսեց հայ մտավորականների ձերբակալությունը։ Բռնեցին գրողներին, բանաստեղծներին, խմբագիրներին, բժիշկներին, մի խոսքով մտածող մարդկանց։ Ոչ, սա պատահական չէր։ Այո, սա նպատակային էր, որովհետև մտավորականը սովորական մարդ չէ։ Նա ձևավորում է միտք, նա տալիս է լեզու, նա բարձրացնում է հարցեր։ Երբ դու ուզում ես լռեցնել մի ժողովրդի, լռեցնում ես նախ նրա խոսողներին։ Այդ օրը ձերբակալվեցին եւ սպանվեցին տասնյակ մտավորականներ. Դանիել Վարուժան, Սիամանթո, Ռուբեն Սևակ, մի խոսքով տասնյակ մտավորականներ։ Նրանք պարզապես գրողներ չէին, այո, նրանք մարդիկ էին, որոնք ձևավորում էին ժամանակի մտածողությունը, եւ հենց դրա համար էին վտանգավոր։ Ցեղասպանությունը միայն ֆիզիկական ոչնչացում չէ, այն նաեւ մշակութային ոչնչացում է։ Երբ դու կորցնում ես քո գրողներին, քո արվեստագետներին, քո մտածողներին, դու կորցնում ես քո ապագայի հնարավորությունը։ Բայց կա մի բան, որի մասին շատ քիչ ենք խոսում եւ մտածում, որ մտավորականների ոչնչացումը ունի երկարաժամկետ հետևանք։ Այն ստեղծում է լռության մշակույթ, երբ մարդիկ սովորում են չխոսել, չվիճել, չհակադրվել, եւ հենց այստեղ է ամենակարևոր հարցը։ Այսօր, երբ մենք ապրում ենք բոլորովին այլ ժամանակներում, արդյոք մենք հաղթահարել ենք ամբողջությամբ այդ լռությունը, թե այն ինչ որ ձևով դեռ մնացել է մեր մեջ, որովհետև պատմությունը չի ավարտվում, այն շարունակվում է մարդկանց վարքագծի մեջ։ Արվեստագետի դերը այստեղ դառնում է շատ հստակ։ Նա պարզապես ստեղծող չէ, նա հիշողության կրողն է, եւ եթե նա լռում է, պատմությունը կրկնվում է, ոչ թե նույն ձևով, այլ նույն տրամաբանությամբ։ Իսկ այժմ հարց ձեզ. ինչ է նշանակում հիշել։ Արդյոք դա հիշատակի օր է, թե պատասխանատվություն չլռելու։ Ապրիլի 24-ը միայն անցյալի մասին չէ, այն նաև ներկայի եւ ապագայի մասին է։ Եվ այն հարց է մեզ տալիս. մենք շարունակում ենք խոսել, թե կամաց հարմարվում ենք լռությանը։ Սա էլ «Ինձնից դեպի քեզ» փոդքասթի հերթական թողարկումն էր։ Եթե այս թողարկումը ձեզ մտածելու առիթ տվեց, ապա այն կարող է կիսվել ձեր ընկերների հետ, ովքեր մտածում են, որ հիշողությունը միայն անցյալ չէ։ Շնորհակալ եմ լսելու համար։ Մինչ նոր հանդիպում։